Ողջույն, մենք Սփյուռքի առաջ ենք, ողջունում եմ իմ բոլոր հեռուստադիտողներին Լոս Անջելեսի ABC հեռուստակայանի տաղավարից եւ իհարկե դուք բարբերաբար կարող եք հետևել մեր հաղորդումները Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Մենք Սփյուռքի առաջ ենք եւ խոսում ենք բարբերաբար մեզ հետաքրքրող եւ ուզող հարցերի մասին։ Քննարկում ենք այդ ամենը բոլորիդ ներկայությամբ եւ իհարկե շատ հետաքրքիր է, որ ակտիվություն եք ցուցաբերում ամեն անգամ ձեր կոմենտներում, մեկնաբանություններում եւ իհարկե կարեւոր է, որ այդ մեկնաբանություններում լինում են նաեւ քննարկումներ։ Այսօր իմ հյուրը ամերիկահայ գործարար, ազգային բարերար Վահե Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Մենք երկար ժամանակ չենք հանդիպել, վերջին անգամ ենք Հայաստանում ենք իրար հետ հանդիպել, դուք բարբերաբար խոսում եք միասնության մասին, դուք կարծես թե միասնության քարոզիչներից մեկն եք եղել տարիների վեր, որ ազգը միասնական է եւ միասնական ազգը դա ուժն է հենց առաջի հերթին, որ բարբերաբար մենք բոլորս սկսված մեր պոետներից միշտ ասում են, որ մեր միասնությունն է ուժը, ուժն է միասնությունը եւ այլ եւ այլ։ Բայց այսքան ժամանակահատված անցավ մեր իրականության մեջ, շուրջ հեղափոխությունից հետո այսպես վերագրենք, պատերազմ, դժվարություններ, խնդիրներ, խնդիրներ, եւ կարծես թե միասնականությունը փոխանակ ավելի ակտիվանա այդ համախմբումը, ավելի պարակտման գնացինք։ Դուք կարող եք ինձ բացատրել, պարոն Կարապետյան, ըստ ձեր վերլուծությունների, ինչի սա այսպես եղավ եւ ինչից սկսվեց այս ամեն ինչը։ Անպես խորունկ հարցում էր այս որ բացատրելը բավական բացատրելու ուղղություններ կան, բայց ընդհանուր առմամբ մեր ազգը միավորվում է, երբ դանակը ոսկորին է հասնում։ Դժբախտաբար մենք այդ վիճակին չգտնվեցինք Արցախյան այդ պատերազմում 44 օրվա, քանի որ դրանից առաջ եղավ շատ նեգատիվ, այսինքն ոչ դրական վերաբերմունք, հատկապես Արցախի շրջափակումից հայտնի եղավ դա։ Այո, որ 9 ամիսներ որևէ մեկը օգտակար չեղավ Արցախին։ Մեր Հայաստանի կառավարությունը իր հերթին, բայց եւ այնպես արտասահմանյան բոլոր երկրները, Ռուսաստանն է, Եվրոպան է, Ամերիկան է, կարևոր չեն, բոլորն էլ իրենք շահեր ունեն։ Եվ օգտակար չեղան, ոչ էլ մենք ազգովին որոշ ուզում էինք գնալ, բայց պետությունը կանգնացնում էր իշխանությունը։ Ինչ որ մութ անկյուններ գոյացան մեր կառավարության մեջ, այդ մութ անկյունները բացատրել ամեն մեկ իր ձևով կարող է բացատրել, բայց bottom line ներքևի գծում իմ հասկացողությունը այն է, որ իրենց աթոռների համար ամեն ինչ փոխեցին։ Քաղաքականության չգնամ, ազգի համար գնամ, ինչու չդարձանք միավորված, որովհետև ժողովուրդը չտեսավ Հայաստանում հրահրող եւ կազմակերպողը, այլ իրենց արգելողները տեսան, արգելվեց։ Բավական կամավորականներ կային, բավական ուզում էին գնալ, չեն թողնում։ Ոգևորություն չկար։ Առաջին օրը պատերազմի, լավ վստահ եմ կհիշես եւ ունեք դուք ռեկորդներ, այո, որ Նիկոլ Փաշինյանը երբ ճար ասեց, արիտն է որ պետք է շեշտեմ։ Առաջին օրը պատերազմի այնքան էր ոգևորված, ինքը այնքան էր ոգևորված, ժողովրդին քաջալերում էր, մինչև 60 տարեկան, 18 տարեկանից պետք է գա եւ այլ, ես փշակահվում էի։ Ուղղակի փշակահվում էի եւ ես էլ այդտեղից ոգևորվեցի շատ այդ կետով, բայց հանգարց նվիրացի իմ մեքենաներն այնտեղի գործարանը եւ այլն պատրաստեցինք օպերացիաներից մեքենաներ, տեղափոխման կարճ կապեմ եւ նվիրեցի կառավարության որպես Արցախին օգտակար լինել։ 7 օր անցավ, ասում եմ, երբ եք ուղարկելու։ Բայց 7 օրվա մեջ հայտնի կլինի։ 7 օր ինչ որ մի բան խանգարում էր, կամ մութ էր մնացել։ Ներողություն։ Մութ էր, մութ էր եւ հետեւում ինչ որ մի ձայն չէր թողնում, որ իրենք շարժվեին։ Հասկացա։ Ինձ են ասել անձամբ 7 օրվա մեջ հայտնի կլինի։ 7 օր հայտնի եղավ եւ ոչ մի բան չուղարկվեց եւ դժբախտաբար ժողովրդի միավորելու ուժը փլված է, քանդված է,
Այս է պատճառը։ Բայց անընդհատ այդ ուժը քանդել եւ չփորձել դա վերականգնել, սա նույնպես մեծ խնդիր է, պարոն Կարապետյան։ Գիտեք, փաստորեն ժամանակները ցույց տվեցին, որ մեր ուժը միայն մեր վրա է պատում։ Մենք մեր վրա ենք կարողանում, մենք մեզ ենք կարողանում խաբել, նվաստացնել, նեղացնել, անպատվել, բայց երբեք չեն կարողանում ընկալելով մեր թշնամին իրական։ Այդ դա չենք կարողանում ազգովի հասկանալ։ Ինչպես պետք է կարողանանք ով է մեր իրական թշնամին, որ կարողանանք ոչ թե մենք մեկս մյուսին նվաստացնել, այլ կոնկրետ թշնամուն գործունեություն, թշնամու առաջ գործունեություն ծավալել։ Ինչի չենք կարող սա գիտակցենք, սա է խնդիրը։ Որովհետև մեր անձնական շահերը նախընտրում ենք, քան ազգային շահը։ Այո, կա տենց բան։ Ազգային շահը դա առաջինն է, իմ եւ քո կյանքից ավելի։ Այո։ Ազգային դու քո հաղորդումները ես համագրել եմ միշտ, քո հարցումները, քո բրբտումները ազգային շահի նվիրվածություն փնտրելով։ Այս րոպեին այդ առիթն է, որ շեշտում եմ, ազգային շահը դա վեր պետք է լինի բոլոր այդ կազմակերպությունները Հայաստանում, շուրջ 128 կուսակցություններ լսեցի, որ կան։ Դժբախտաբար, բայց չեն կենտրոնացնում, բոլորը իրենց աթոռներն են շեշտում, բոլորը իրենց գաղափարներն են շեշտում եւ նույն այսօր մեր իշխանության կուսակցության մեծամասնությունը լրիվ իրենց աթոռներն են փնտրում։ Ով է դժում հայրենիքը։ Հայրենիքն է ժողովուրդը։ Եվ ազգը։ Ազգը։ Առանց հայրենիքի ազգ գոյություն չունենա, առանց ազգի հայրենիք գոյություն չպետք է ունենա, պետք է փրկենք մեր հայրենիքը։ Այս կարող եմ ասել, որ Պարոն Կարապետյան, չեք կարծում, որ Հայաստանում որևէ դրական տեղաշարժ ակնկալելու կամ որևէ դրական տեղաշարժ ունենալու համար այսօր առաջինը պետք է Հայաստանում ստեղծվի այնպիսի ընդդիմություն, որ ընդդիմությանը լինի ընդդիմություն։ Որովհետև կարծես թե ընդդիմություն, իշխանություն ինչ որ նույն դաշտում խաղում են կամ գիտեք ինչ, շարժվում են։ այո, բայց չէ որ տեսնում ես, որ պարտք ազգային ինչ որ արտասահմանից ներմուծված գումարները միլիարդ դոլարներ ուր են ծախսվում։ Ես չգիտեմ։ Ես մոտավոր կարող եմ ասել։ Դուք շատ եք առնչվել կարող եք Այո, իմանալ։ դու պարտավոր չես ասել, բայց ես կարող եմ իմ կարծիք ասել, որովհետև դու հաղորդավար ես։ Այո։ Այո, ես կարծիքս կասեմ, որ ամբողջ ոստիկանության եւ ամբողջ ներքին գործերի պաշտպանության եւ ամբողջ այդ անձիկ մեղադրելի չէ այդ մարդկանց համար, որովհետև առաջին չէին առնում, ստիպված կաշառք էին վերցնում։ Այսինքն ստեղծում ենք բացարձակ ոստիկանապետություն։ Այո, այսօր դու հանգարց փոխես քո միտքը նպատակի, հաջորդ օրը բանդումն ես։ Ինչպես սովետական միության տակտիկաներով։ Հասկացա։ Այդ տակտիկաները շատ է օգտագործվում։ Ամենամեծ տեղն ու դիրքը մշտապես տրվում է ոստիկանությանը։ Դա ակնհայտ է, բոլոր խեղդում են, խեղճացնում են, դա պարզ հասկանալի է։ Հիմա ես գնամ Հայաստան, քեզ նկարագրեմ ու փորձեմ կազմակերպել եղբայր երկրորդ օրը, երկրորդ շաբաթ վահեն այնտեղ չի լինի։ Քաշենք ասեն դու արտասահմանից եկել ես ուզում ես այստեղ մեր խաղաղ կյանքը փչացնել եւ ամեն տեսակի զրբարտություն կարող են կպցնել պիտակավորում։ Պարոն Կարապետյան, դուք բարբերաբար նաև Հայաստանում եք լինում ձեր բարեգործական գործունեությամբ, ես հիշում եմ հիմնադրամների շարքում դուք այնքան եք ողջևորում, դե ֆինանսական առատության մասին չխոսենք, որ ոնց է կրկնապատկում, օգնում, տալիս, դրանք սա կոպեկներ չէին, դրանք սա ձեր տարիների քրտինքներ, միլիոններ։ Հիմա մի հատ այսպեսի պրովոկացիոն հարց եմ տալու, այսքան տարիներ կարծում եմ դուք երևի ձեզ հարցը ոչ մեկ ձեզ չի տվել։ Ինչու եք դուք բարբերաբար բարեգործություն անում Հայաստանում կամ Արցախում։ Ինչու եք անում դա, ինչ նպատակ էր հետապնդում։ Դու հիմա որ ասեցի փշակաղվեցի։ Հա, ես դա բոլոր ականատես եմ եղել։ Այստեղից սկսա փշակաղվել։ Այո։ Նախ ով ենք մենք։ Հայ ազգ։ Ազգը դա մեր ողնաշարն է։ Այո։ Հայրենիքը մեր ամբողջ մարմինն է։ Ազգը մեր ուղեղի այդ ամբողջ կառուցվածքն է։ Հայրենիքը մեր մարմինն է։ Ես դրանով եմ համոզված, որ մենք պետք է փրկենք մեր հայրենիքը այդ ոչնչացումից, որին ագահությամբ սպասում է Թուրքիան առաջինը, որը Ադրբեջանի ագանջի մեջն է, եւ դրանք այնպես են շողոքորթում, որ հավատացնել են տալիս իբր թե այլ բաներ, եւ մեզ շատ դժվար է լինում կողմնորոշվել այդ ուղղությամբ եւ նվիրատվությունս այն էր, որ այն ժամանակներում, երբ ես շատ էի խոսում ազգային գիտակցության զարգացում,
Ես զգում եմ, որ գիտակցությունը գոյություն չունի։ Ես հանցավոր եմ համարում բոլոր մեր ղեկավարներին, անցյալ կամ ներկա։ Բոլոր հետ շփվել եմ, բոլորից էլ խնդրել եմ, որ ազգային գիտակցությունը զարգացման ինձ օգտակար լինեն, ոչ մեկ օգտակար չի եղել։ Բոլորից սկսած, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, դրա հետ առիթ չեմ ունեցել։ Կնոջը ծանոթացել եմ, բայց ոչ իրեն առիթ չեմ ունեցել։ Ինչ որ է։ Եվ հասանք մինչև Նիկոլին, նույնիսկ այնտեղ հավատացած ենք, որ գոնե Նիկոլը պետք է միավորի մեր ազգը աշխարհով մեկ։ Երբ որ հիշում ես USC-ում եղավ առաջին հաղորդումը, նորեր Նիկոլը արդեն պաշտոնի անցել Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ live Հայաստանից դեպի USC սրահում բոլորս այնտեղ էին։ Ոգևորված, ծափահարում էին, ոտք էին կանգնում, ինչ առիթներով ինքն էլ այնտեղից եւ ես առիթով այդ առաջի ամիսները եղա Հայաստանում եւ չեմ շեղվի քո հարցումից եւ այնտեղ ես հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այնքան էի ոգևորված։ Ինչու ես Սերժ Սարգսյանից, Քոչարյան եւ այլն 1 սենտ հայրենիքից եթե ես օգուտ եմ, շատեր ասում են շահ ունի դրա համար է անում։ Դե, որովհետեւ ամեն ինչ այդպես էր ընկալվում։ Այդպես է տրասվի, փոխած։ Ինչ որ է, ես իրանցից միան խնդրել եմ մեր համաշխարհային միավորման համար։ Մեր կառույցը ստեղծենք համաշխարհային, որին օգտակար լինի հայրենիքին, Արցախի։ Եվ իմ անցյալ ղեկավարները աչքաթողացին, խաբեցի, Սերժ Սարգսյանը մանավանդ Սպիրտ նախարարություն ուզեցի ստեղծեց, կարծեցի ես պիտի լինեի նախարարը նստած Փարիզում կամ Լոնդոնում։ Բայց նախարարության նախաձեռնությունը ձերն է եղել, ես դա գիտեմ։ Այո, բայց եւ այնպես հանձնվեց իրենց նորից ասեմ, որ ընդրած պայքարներում ձայներ բերեն այդ նախարարները։ Անցնենք առաջ։ Նիկոլի ժամանակ հանդիպեցի եւ այս իմ կենսագրության գիրքը իրեն նվիրեցի։ Իդեպ հնարավոր է սա էլ ինձ նվիրեք։ Այո, այս գիրքը նվիրեցի իրեն եւ այդ էջում, այդ բաց թողված էջում ես գրել էի ամիջապես։ Այո։ Սկզբից իհարկե Նիկոլին, մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, դուք եք, որ միավորեցիք մեր ազգը։ Որտեղ հավատացած էինք Այո, բոլորս։ եւ ես այստեղ խնդրեմ հետո ստորագրել։ Խրիմյան հայրիկ եւ շեշտեցի բոլորին։ Այնտեղ Պողոս Դուբար, Հովանես Թումանյան, Շիրազ, բոլորին, Եղիշե Չարենց հատկապես, ինչպես մի քիչ առաջ շեշտեցին, մեր միավորման մեջ է հավաքական ուժ ասողը խեղճ Եղիշե Չարենցը դրա համար էլ գնդակահարվեց, մահացավ, ճանապարհեցին։ Չէ, գնդակահարեցին։ Մեր խոսքով ասեցի դուք էիք, բայց գրել էի, հիմա նստեցին կես ժամ, խոսեցին եւ այլն, առաջին ամիսն էր իրա։ Մոսկվա ֆուտբոլի խաղի պիտի գնար։ Հրավիրված էր։ Ոտքի ելավ, ասեցի ինչ կլինի, պարոն վարչապետ, կարդացեք գրածս, սխալ բան գրած չլինեմ, բայց գրությանս մեջը շեշտել էի, դուք եք, որ միավորեցիք մեր ազգին, հուսանք կլինի շարունակական։ Երդվում եմ եւ դա գրել եմ, թող եթե գիրքս աղբի մեջ չենք Եվ եղավ շարունակական։ Ինքը նստեց, բացեց, կարդաց եւ ասեց շատ ճիշտ է կարած, ուժեղ ձայնել լսել։ Հան եւ փակեց։ Ինչ եմ ուզում ասել, այդքան հավատացած էինք։ Նույնիսկ ասպարեզ թերթը հատուկ օրաթերթ ուներ այդ ժամանակ, դրոշակը Նիկոլը Հայաստանի, նրանք էլ հույսերի մեջ էին։ Այդ թերթը, որ իրեն ցույց տվեցի Նիկոլին, ասեց կարող եմ ունենալ, ասի իհարկե, գիրքն էլ այն է հանձնեցի, իհարկե շարունակական չեղավ, դրա համար ես ինքս ինձանից նեղացած եմ, որ ինչպես հավատացած էինք, բայց այդ մութ ամպերը, մութ ձայները յետևում կան։ Կարող ես հարցումը տալ, ինչու համար էի կանում այդ նվիրատվությունը, հարցը սկսած հանուն հայրենիքիս հարատևման, առաջնիմության։ Բայց մի հատ ուրիշ հարցել եմ ուզում ուղղեմ, հարցի հետ հարց է զարգանում։ Տեսեք, ասում եմ, ինչու համար էի կանում այդ բարեգործությունները, ինչու եք այդպես սովորացնում, որ Սփյուռքը պարտադիր միայն պետք է ֆինանսապես կարող լինի Հայաստանի համար։ Սփյուռքը միշտ նաև դիտվել է որպես փողի կսակ, կոպիտ ասած։ Այո, բայց գումար չէի փոխանցում։ Փոխանցեցի հիմնադրամի միջոցով մի քանի միլիոններ, բայց հետո անդրադարձա, որ դա պետք է ես անձնապես ներդրում անեմ, որ կարողանամ հսկել։ Եվ ես Արցախի ճանապարհների հետ կապված ամբողջ անձնապես էի հնձնում։ Եվ նույնիսկ փոսերի տեղերը գիտեի, նորոգման իմ աշխատագրուպը կար, մեքենաներ Ամերիկայից էի ուղարկել եւ այլն։
ինչ եմ ուզում ասել, որ Հայաստանում նույնիսկ Քիրքորյանի նվիրած գումարները դժգոհած էր, բոլորը չէր ծախսվում, այլ Հասկացանք։ այս պատճառներով ես ինքս նվիրում էի, որ կառուցեմ հայրենիքս իր հողի վրա։ Դուք դարձյալ շարունակում եք անել նման բան։ Շարունակեցի այս ժամանակաշրջանում առիթներ չեմ տեսնում, որ շարունակեմ, եւ խոր հարց ես տալիս, դու մի քիչ տուպիկի առջև ենք կանգնում։ Որովհետև պարոն Կարապետյան, ես նաև ուզում եմ որպես ձեզ բարեգործ եւ բարերար մարդ, նաև շատ խոսքս ուղղեմ բարեգործներին եւ բարերարներին։ Այսօր Լոս Անջելեսում թեկուզ Միացյալ Նահանգներում հայ համայնքը նույնպես կարիք ունի մեծահարուստների։ Ստեղծել, կազմակերպել, աշխատատեղեր, տալ հնարավորություն։ Բավականին շատ մարդիկ են եկել եւ այստեղ աշխատանքի խնդիրներ ունեն։ Այնպես որ ես ուզում եմ, եկեք մի քիչ այստեղ մեզ ուժեղացնեն, ի նկատի ունեմ Սփյուռքում ուժեղանանք, որ բոլորի տրամադրությունը ի նպաստ հայրենիքի ավելի ճիշտ աշխատի։ Վերջապես բոլորի աշխատածը հայրենիք է գնում։ Հարևան, բարեկամ, ծանոթ, հարազատ, հասկանում եք ասածից Շատ ճիշտ է։ Ես այդ նպատակով 2017 թիվ 18 արդեն գործարանի բացումը եղավ, որ այն ժամանակ կոնտեյներներ էի ուղարկում Հայաստան, մոտ 20 կոնտեյներներ եւ նոր Հայաստանի համար։ Եվ այդ փակցվածները, այդ կոնտեյներները Թուրքիայի մեջով էին անցնում նույնիսկ Դարդանելի նեղուցով։ Ինչ որ է, բայց Հայաստանում օրենքներ չկան, որ այդ ներդրողների ռուսերեն ասեմ, պատզերժկա անեն։ Դուք ռուսերենը սովորեցիք այդ ընթացքում, թե խոսեցել եք, միշտ եք խոսել։ Ես այո, Հայաստան եմ մեծացել, չէ։ Ես այս գիրքը կկարդամ ու ամեն ինչ ավելի խորը կտեղեք սովորը ավարտել չէ։ Ինչ որ է, Հայաստանը սփորտ չի անում այդ ներդրում։ Օրինակ, ես այդ գործարանը 40 մեքենաներ պատրաստվեց այնտեղ աշխատավորներ, ես այնտեղ ասել էի, որ կոնտրակտ կանեմ պետության հետ, որ ես մեկ գումար արտասահման հանելու իրավունք չունեմ, եւ երբ որ ինչ շահ եղավ, շահը կբաժանվի նույնիսկ կարիքավոր թոշակառուներ այլ նպատակներով, եւ ամեն տեսակ նամակներ եմ գրել Նիկոլին այս իրեն հանդիպումներից շատ հետո, որ առիթ տվեք, ինչն է պատճառները, որ օրենքներ չունեն ներդնողին ինչպես կարող է օգտակար լինել։ Մեր մեքենաշինությունը պետք է մեքենան քշես, բայց առանց ռեգիստրի, ռեգիստրացիաս անում, այստեղ այդպես է, չէ, dealer plate կա, կամ manufacturer plate, չէի կարողանում հանել այնտեղ դա։ Ասում էին customer վճարիր, tax-երը վճարիր եւ այլն, եղբայր ես չեմ գնում, տանելու եմ Ռուսաստան ծախելու, ցուցադրելու, ցուցահանդեսներ դնելու, բացարձակապես չկարողացա գլուխ անել այն։ Բացարձակ արդեն այստեղս հացա պատերազմը որ եղավ, ասի գոնե կտամ մի օգնություն դեպի պատերազմ։ Հասկացա։ Այս է, չկա Հայաստանում հասկացողություն, գիտես ինչ կա Հայաստանում հասկացողություն։ Դոլար։ Եթե կանաչ դոլարը բանկում կփոխանցես, բայց ամենտեղ դա կա հիմա։ Չէ, բայց այդ փչացնում է երկիրը, աշխատատեղեր չի ստեղծում։ Ես կարող եի իմ ծանր արդյունաբերություններ, կարող եի այնտեղ հազարավոր մարդիկ աշխատել տարիներ հետո, մեքենաշինությունը եւ այլն, եւ հեռատեսություն չկա։ Չեն ուզում այդ աշխատողները, աթորին նստած նախարարները, այդ հիմա էլ ինքը բանդումն է, ինչը կարծեմ էկոնոմիայի նախարարը ինչ էր եւ այլն, ինչքան դիմել ենք եւ այլն, ինչպես առաջ ինչ շահ ունենք, այս անգամ էլ ուրիշ բան ունենք։ Ժողովրդական խոսքը փաստորեն այստեղ աշխատում է, էլի նաղդը թողած Նիսայի հետևից չեն գնում։ Որն է հաջորդ կանգառը ըստ ձեզ, վերլուծել եք երբևէ, լավ էս Հայաստանի այս դժոխքից, երբ ենք դուրս գալու դժոխքի պայմաններից, եւ վերջապես բոլորս 35 տարի, 30 քանի տարիներ, 7 տարի չէ, ավելի կոնկրետ անկախության ժամանակահատվածից միշտ ցանկացել ենք ունենալ դրախտային Հայաստան, բայց այսքան տարիներ մենք մենակ ունենք դժոխքի վերածած Հայաստան, որն է հաջորդ կանգառը։ Մի օր լավ լինելու է, դուք լավատեսություն տեսնում եք вообще, ընդհանրապես կներեք։ Մենք շատ ունեցել ենք վերելք եւ շատ ավելի ցած ենք միշտ իջել կամ վերելք ենք ունեցել, բայց մեր ազգը, ես հավատացած եմ, գործանվող ազգ չէ։ Մենք ունենք պայքարելու հատկություն եւ հաղթելու։ Այն ժամանակ, երբ ինչպես է ստեղծվելու ազգային ոգին այսօր փչացնում են հայրենիքից ներս։ Ով է փչացնում։ Դա բոլոր մյուս պետությունները, մյուս երկրները, հատկապես Թուրքիան,
ոգին փչացնելով մոռանում ենք ասելու ազգ, nation, ամերիկան անդադ շեշտում է։ United Nations, չեն ասում United ժողովուրդներ, Այո, ազգ։ ազգ է, եւ Հայաստանում ժողովուրդ ազգ չկա, Հայաստանում երկիր, հայրենիք չկա, այս բաները եւ մանավանդ պատմությունը եւ այլ մանրամասնություն, չգիտեմ, լավ գիտես, ասում են մեր լեզուն հարուստ է։ մեր ողնաշարը վերացնել են ուզում, որովհետեւ կարողանան ով է ուզում վերացնել, թուրքը, մենք փուշ ենք իր կողորտի մեջ, այդ իրեն մեղրի ճանապարհը բացելու, մեղրից հետո Սյունիքը վերացնելու։ Ես չեմ ասել սա, սովորել եմ ես էլ ձեզ դիասին սպարապետը, մխիթար սպարապետը, այդ նկարահանումը, որ եղած է սովետական միության ժամանակ, ամեն ինչ ասում է այդտեղ։ ասում է այնտեղ, եթե մենք հանձնենք Արցախ։ Արցախը եւ Սյունիքը, մենք տապանակար կդնենք Հայաստանի վրա։ Եղբայր 300 տարի առաջ այդ մարդն ասել են, մենք այսօր չենք արտան։ Հարցը գալու ի՞նչն է պատճառը։ Այսօր պատճառը մեքենաներ ունենք։ Այսօր պատճառը կշտացնում ենք։ Ստամոքսով ենք մտածում փաստորեն։ Այո, ստամոքսը լինում է իշխող մեր ազգին։ Ինչպես եղավ, որ 88 կամ 90-ական թվականներին այդ հեղափոխություններ, որովհետև սովետական միությունից այնքան էին սսվել քանել, ազատություն չունեին, արդեն մենք ձգտում էինք այդ նպատակների դեպի հաջողության, դեպի բարգավաճ հայրենիքի։ Այնպես որ այս է մեր դժվար։ Ինչպես պիտի գա դա արիթը կլինի երևի կնկարագրեմ, բայց դա գալու համար այս իշխանությունը պետք է փոխվի։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, կարևորի մասին եւ երեկվա մեր զրույցում դուք կանգ առաք, որ այս իշխանությունը պետք է հեռանա, այսպես ասեցիք։ Այո։ Իսկ իշխանությունը հեռանալու հետ մեկտեղ հիմա մեր շատ պատերից մեջ հարց է ծագում, բա ով վերադառնա։ Okay։ Սրանից առաջ էլ էինք այդպես ասել։ Մենք 90 թվից ենք դա ասում։ Այդպես ենք ասում։ Ամեն մարդ փոխարինելի է։ Այո։ Մենք հավատացինք Նիկոլը փոխարինում է Սերժ Սարգսյանի եւ հավատացինք բոլորս էլ։ Վստահ եմ 90%-ից ավելի հավատացած էինք։ Պետք է փոխվի, որովհետեւ այսօր տեսնում ես իր սխալ քայլերի համար։ 100% իր խոսքերը փոխելու համար։ Չի բռնում, չի համապատասխանում մեկ քայլը մյուս քայլին։ Աթոռներ զգում ես, որ ինչ որ աթոռապաշտություն է գնում։ Մանիպուլյացիա, ստախոսություն, ազատ ասեք, ամեն ինչ խաբեբայություն։ Դե վերջ-վերջում կույր չենք, լսում ենք, տեսնում ենք, չէ։ Հիմա դա համոզելի հարց չէ։ Եվ տեսնում ենք ինչպես թուրքը նստած ադրբեջանցու ականջին եւ ուզում է խաղաղություն ստեղծել տալ։ Եվ անդադ կերակրում են մեր հարիֆներին, ժողովրդական լեզվով ասել։ Ասեք, ազատ ասեք։ Լրիվ հարիֆություն է արածը մեր։ Մեր ոչխարություն է մեր արածը։ Կերակրում է խաղաղություն, մյուս կողմից էլ ասում են մեզ կրակեցիք խաղաղությունը հրադադարը։ Հիմա ես մի շատ կարևոր հարց եմ ուզում ուղղել, հասկանալի է, այս բոլոր զայրույթները, զգացմունքները, էմոցիաները, ամեն ինչ հասկանալի է։ Տեսեք ինչ է կատարվում առհասարակ, շատ մի վտանգավոր նախաձեռնություն է, բոլորը Փաշինյանին հայհոյում են, բոլորը մեծամասամբ հայհոյում են։ Բայց հետաքրքիր տպավորություն է, կարծես թե Փաշինյանին այդ բոլոր հայհոյողները չբերեցին իշխանության։ Հիշեք ժողովրդական այդ ցասումը։ Կարծես թե այդ մարդիկ բոլորը իրանց բազմոցներին նստած էին, ալմոլորակայինները եկան, ընտրեցին, գնացին։ Ժողովրդի ցասումը մենք լավ հիշում ենք։ Այո։ Ուր է այդ ժողովրդի ցասումը հիմա։ Լուծած է։ Մեկ ես։ Ինչի հայոյել դրա փոխարեն չհելնել փողոց, դուրս չգալ փողոց։ Մենք ինչ ենք անում Սփյուռքում, լավ։ Այ Սփյուռքում եմ ուզում նաև նախաձեռնություն։ Հավաքվել ենք, գնացել ենք, բողոքել ենք։ Որևէ տեղ բողոքի ցույց տվել ենք։ Այս Սփյուռքն է պարակտված, պարոն Կահույր։ 100%։ Ժանգոտած է Սփյուռքը։ Այո։ Սփյուռքը ափսոս։ Եվ մենք այնքան հզոր է Սփյուռքը, անպատկերացնելի, բայց հերատեսություն չստեղծելով մենք աթոռապաշտություն Սփյուռքում ենք անում դա։ Անում ենք։ Ամբողջ կուսակցություններն են, ամբողջ հոգեվորական, ասեմ, Կիլիկո Իջմիածինն է, ես որքան եմ խոսել։ Դուք շատ եք խոսել, ես էլ հաղորդումները միշտ հետևում էի ձեր խոսքը։ Այո, նկարներ փաստը ցույց տամ, երկու վեհապարներ։ Ես եմ եղել Սերժ Սարգսյանին, այն ժամանակ Վիգենն էր իր օֆիսի ղեկավարող Վիգեն Սարգսյանը, եւ զանգ տվեց, ասեցի Վիգեն, լավ, իմ
առաջարկը չի ընդվում։ Բա ինչ կասի Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, ասի ես իրենց կօգնեմ, իրենց միջոցով թող կազմակերպի սա։ Բա ասեցի լավ, մեր վեհապարների մոտիկությունը նախագահի պարտականությունն է։ Պուտինը դա ինքը արեց իրենց պատրիոտների մոտիկությունը։ Բա մեր պատկերացրու 2 ամիս հետո 2 կաթողիկոսներ ունեցան մեծ կաթողիկոսական էշմիածի մեջ հանդիպում 500 տարվա մեջ։ Եվ այդ տարիներին ես խնդրեցի 2 կաթողիկոսներին, որ հանդիպում ունենամ էջմիածի մեջ հանդիպում ունեցա իրենց հետ։ Երեքս միասին 45 րոպե խոսել եմ հետները, որ ձեր ձեռքումն է մեր ազգի միավորումը սփյուռքում։ Հայաստանը կառավարություն ունի, constitution ունի, սահմանադրություն։ Սփյուռքը ոչ մի բան չունի, ձեր ձեռքումն է։ Այս բոլորը ասեց օգուտ չունեցավ, ծիծաղալով ոտքի կանգնեցին, այն ժամանակ վստահել ենք Արցախ ունենք եւ այլն, այս մարդի Սերսակսյանը կար այս մարդը ինչ է խոսում։ Ինչ որ է, Պարոն Կարապետյան, եկեք մի քիչ անկեղծ լինենք, իսկ գուցե նրանք են շահ հետապնդում։ ներողություն, Շահ են հետապնդում։ ում հոգեվորականներին։ Չէ, նրանք են շահ հետապնդում։ Այստեղ Սփյուռքում։ Միգուցե որ այսպես բերենք դնենք դիմացները ամեն ինչ լավ կլինի։ Այո, մենք էլ ենք շահ հետապնդում, օրինակ կուսակցությունները իրենց աթոռները նույնիսկ բարեգործական միությունները ես բոլորից էլ նամակներ ունեմ, որ այո, ստեղծենք միավորում, ստեղծենք մեխանիզմը երկրագունդով մեկ, ազգային մեխանիզմ։ Մենք պետք է ամերիկացի լինենք, ամերիկացի ենք, այո, բայց աշխարհի քաղաքացի որպես հայեր ենք։ Ստեղծենք մեխանիզմը, ստեղծենք այդ foundation-ը։ Բոլորից նամակ ունեմ, ոչ մեկ աջակցություն չի ուզում տալ։ Միան ուզում են խոսել հերվից։ Լավ, Այս է պատճառը։ Դուք երբևիցե վերլուծել եք ինչի է այսպես, ինչի է դա այդպես լինում, ինչի է ամեն մարդ իր շահը քաշում, բայց ազգայինը թողում մի կողմ։ Ասեմ այսպես։ Վտանգավոր է, գիտեք, պարոն Շատ Կարապետյան, վտանգավոր է։ անկեղծ վտանգավոր է։ Ժամանակին, երբ որ անկախությունը եղավ, մենք երիտասարդներ էինք։ Մեր ամբողջ ողջավորությունը Սփյուռքն էր, մենք մեզ ուժեղ էինք զգում Սփյուռքի միջոցով։ Գիտեք, միշտ ճիշտ է, մենք բոլորը շատ խոսում ենք, որ Սփյուռքը փողի կսակ է եղել եւ այլը, գումարա տվել է, սարել են արել, այս ամեն ինչը տնավարի ասեմ, բոլորս էլ հասկանալի է դարձել, բայց դա էլ էր սպասում, դա էլ էր ուժ, դա էլ էր կարևոր։ Հիմա այստեղից նորից եմ կրկնում, այստեղից Հայաստանի անունը չեն ուզում լսել, Հայաստանից Սփյուռքի անունը չեն ուզում լսել, ասենք հասկանում եք ինչա կատարվում։ Մի ամբողջ ազգից այսպես տարածայնել են, պարակտել են։ Հիմա այստեղ կոնկրետ Լոս Անջելեսում ես տեսնում եմ մարդկանց, որ խոսում ես հայրենասիրության մասին, խոսում ես հայության մասին, սենց է անում ինձ։ Այսպես հիասթափվում է։ Մի խոսա ասում, դա կարիքը չկա, մեզով է լսում, մենք ու մենք պետք։ Հələ փողը տանք տես ամեն ինչ նոր կլինի, ամեն ինչ վերածում են փողի։ Հասկանում եք, պարոն Կարապետյան, ուր ենք հասել։ Այո, շատ վատ է։ Ինչու մենք Սփյուռքում, եթե կազմակերպվենք, ամեն ինչ կողվի, Հայաստանը ծունգի կգա։ Շատ լավ եք ասում, ինչպես կազմակերպենք։ Գոյություն ունի մեխանիզմ։ Ով է կազմակերպելու, պարոն Կարապետյան, ձեզ նման մարդիկ պետք է կազմակերպեն։ Ես ստեղծել եմ մեխանիզմը։ Ազգային բարերարները պետք է կազմակերպեն։ Սխալ կամ ճիշտ ես ստեղծել եմ մեխանիզմ։ Համբյուտերի միջոցով։ Միայն սա պետք է մեզ ղեկավարի։ Մենք եթե սեղանի շուրջը նստենք, ոչինչ չենք։ Սա պետք է մեզ մեխանիզմը, պրոգրամ պետք է տրվի մեջը եւ մեզ պետք է ղեկավարի սա։ Այսինքն դարի ժամանակ։ Այդ դարը գալիս է ավելին եւ ավելին, ամեն տարի նորություն կա այս։ Այո, իրական։ Սա համբյուտերից ավելի ուժեղ է։ Գիտեմ։ Այո, համբյուտերով դու չես կարող տեսնել աշխարհի ծայրը։ Հիմա այս հաղորդումը կտեսնեն ամեն դեպ։ Հիմա ինչու համար մենք չենք կարողանում կազմակերպել, անհատապես Վահեն չի կարող Գարեգին Նժդեհ դառնալ կամ Անդրանիկ Զորավար, ես ով եմ որ։ Հասկանալի է։ Ես ոչ էլ կուսակցության մեջ եմ։ Միայն եւ միայն մեր երկու վեհապարները կարող են կազմակերպել։ Այսինքն եկեղեցու շուրջ։ Ինչու։ Քանի որ դու պետք է անպայման եկեղեցի հաճախես, ինչ վիճակով լինի։ Անպայման պետք է լսես ամեն կիրակի քարոզը Տերհոր։ Այո։ Որ եկեղեցին ուզում է լինի, որ առաջնորդը ուզել լինել։ Եվ այնտեղ տարածվի, որ մասնակցեք, ոչ թե անդամագրվեք, մասնակցեք այս ծրագրի անոնիմ ամեն կիրակի համոզեն, հավատացնեն, ամեն տեղ կուսակցություններին էլ համոզեն մեր հոգևորական ինչու աշխարհի ամեն անկյունում մենք եկեղեցիներ ունենք, ամեն անկյունում հայեր ունենք։ Դու ինչպես կարող ես կազմակերպել հայերի միայն Գլենդել, եթե Նյու Ջերսիում հայեր կան, որ տարածված չեն, կամ Նյու Զելանդիայում, կամ even Մեքսիկոյում, նույնը Մեքսիկո,
հայեր կան ծվրված Ամերիկայում, Արիզոնա, այստեղ այնտեղ ամենտեղ միայն սա կարող է բոլորիս մեկ ընդհանուր հայտարարի Համախմբել, այո։ համախմբել։ Եվ սա առաջարկեցի նաև այստեղ ստեղծվեց խորհուրդ Pan-Armenian Council իրենց առաջարկեցի Սրբազանին Տերտերյանին առաջարկեց որ ինձ առիթը տվեք ներկայացնեմ այս խորհրդին որ այդ խորհուրդը կարողանա ուսումնասիրել ես չեմ ասում որ Վահեի ստեղծածը ճիշտ է ես կծախսեմ պրոգրամերների վրա բայց դուք քննադատեք որ ճիշտը գտնենք եթե սխալը չունենանք ճիշտը որտեղից կգտնենք անկարելի է ճիշտը միայն Աստված է ճիշտ Աստված է անսխալ բոլորը սխալական են եկեք գտնենք ոչ մի բանի տեղ չդրեցին այդ կանսելն է չտվել Էլ չեմ ասում անուններ չեմ շեշտում։ Պարոն Կարապետյան, փաստորեն Ինչու հարցումից կամ իրենց աթոռների համար։ Հասկանալի է, դա արդեն պարզ էր։ Փաստորեն ներքին օղակներում, փոքր օղակներում, երբ որ ինչ-որ մի բանի կողմից հրաժարական է ստանում կամ ինչ-որ մերժում է ստանում, բան ես կոմեկում մտածում ես այսպես, բա ժողովրդի համար եմ էլի ասում, ժողովուրդը որ այս ամեն ինչ շատ է խոսում։ Բայց մենք հարուստ ելնեինք, ինչ ուզեինք կլիներ։ Փաստորեն հարուստներն էլ են մերժում։ Կներեք, էլի հարուստները, այո, տեղին է։ Փաստորեն ձեզ էլ են մերժում։ Հարցումները տեղին է։ Այո։ Եթե այդ հարուստները ասված 5 հարուստ, 10 հարուստ հավաքվեցին մեկ սեղանի շուրջ, որը բոլոր հարուստները ադամանդ են։ Այո, իհարկե, մարդիկ կայացած մարդիկ։ Գիտես ինչ են դառնում սեղանի շուրջ։ Շուշա։ Ապագի են դառնում։ Այդ հարուստները։ Այդ սեղանի շուրջ դառնում ենք ապագի։ Ինչու՞։ Դե վահենով ավոր, մյուսով ավոր, չէ իմ ասածով ավոր, այս հոգեբանությունները այդ հարուստների ինչու, դա ինչ է, դա որտեղից է գալիս։ Դա ինչ է, Հիսուսն եմ հասկանում, դա ինչ է։ Այստեղ նկարը ունեմ, կտեսնես։ Կտեսնեմ, Մեր վաճառականները թե 1000 տարիներ առաջ, որ Silk Road-ը լսել եք, չէ, Մետաքսի ճանապարհը։ Silk Road։ Silk, Մետաքս։ Հա։ Հայ մենք այստեղ նկարը կա վաճառականները, ես փաստով եմ խոսում, ես կսիրեմ փաստեր, ես չեմ սիրի քամուց խոսել։ Այդ վաճառականները գինի էին տանում Չինաստան ծախում 700 թվականներին եւ ճիշտ հայի դեմք կտեսնես այդտեղ։ Եվ արձանը պատրաստել են Չինաստանում այդ ժամանակներ եւ արձանը հանգարց ես Ճապոնիա եմ, որ 82 թիվ 43 տարի առաջ եւ այնտեղ հավաքվում են հայերը 5-6 հայեր կհավաքվեն ամեն մեկը մի գործ լսել են որ հայեր են եկել այսպես եւ ինձ Hong Kong Bank մագազինը Financial Reporter նվիրեց եւ բացեց էջը մեծ նկար հայ վաճառականի եւ այդ ժամանակ Hong Kong-ը վխտում էր կարճ կապեմ եւ այնտեղ վերևում գրված է East was seen by West since 8th century 700 թվական արձանը պատրաստվել է 23 տարի արձան եմ մանեկել վերջը գտա թե ուր է այդ արձանը գոյություն ունի այսօր որտեղ է Միացյալ Նահանգներ Seattle Washington Art Museum Oriental Department-ի մեջ ինչպես է եկել ամերիկացի վաճառականը Չինաստանից 1904 թվականին ամբողջ Oriental Department-ը գնել նվիրել է իրենց այս արձանն էլ հետնագրացել ինձ հասել ուզում ասել մեր վաճառականությունը Այդ ուզեցի գալ հանգել։ Մեր վաճառականությունում մեր մեջ այնքան է արմատ դրել։ Այդ մեր սելերը այնքան են սովորել դրան, որ բոլորս էլ մեր շահերն ենք նայում եւ արհամարում ենք հայրենիքի շահը։ Արհամարում ենք մոռանանք պետք է մոռանանք ազգային շահը, նախընտրենք։ Այդ հարուստների մոտ-մոտի բերելը իմ են հանցանք նաեւ եւ բոլորիս հանցանքը պետք է գանք մեկ սեղանի շուրջ։ Հարուստները ինչ են անում, որ համաձայն եմ անշահախնդիր հարուստներ պետք են։ Շատերը թաքնվել են, պարոն Կարապետյան։ Մեջտեղ հանողը հոգևոր մեր կաթողիկոսներն են։ Միայն կաթողիկոս չէ, նաև պատրիարքարանները, նաև ավետարանականներ, կաթողիկ է, այս բոլորի պարտականությունն է, 4-ի պարտականությունն է, որ կարողանան մեջտեղ բերել եւ իրենցից պահանջել, որ այս լինի։ Իրենք ծրագիրը պետք է մշակվի։ Եղբայր Պարոն Կարապետյան, բայց մտածել եք ինչի չեն անում, իրանք չեն ուզում, որ այդ պարակտումը չվերջանա։ Ինչի չեն անում, ուրեմն մի բան մի շահեն իրանք են հետապնդում։ Եկեք խոսում ենք վեհապարներից, բայց եկեք չմոռանանք, որ շահի հարցում մարդ են էլի, մարդ են։ Դրանք էլ են մարդ։ Մսից արյունից էլի մարդ են ամեն դեպքում։ Իրանք իրենց շահն են հետապնդում։ Նա իրենց շահերը, այո,
դրամական շահն է։ Լավ, գնացինք, Բարում լայն չգնամ շատ հեռու եւ դա էլ փչացնում է։ Արամ առաջին կաթողիկոսին մյուսին ասել եմ ես ծրագրեր ունեմ, մի անգամ չեն կանչել որ մեր ուսումնասիրենք սա ծրագիրը։ Հասկացա։ Դե ինչպես նկարագրեմ։ Միայն լավ ռետորաբանությամբ են զբաղված։ Խաղաղության պայմանագիր, պարոն Կարապետյան։ Շատ լավ կետի վրա կողեցիր։ Խաղաղության հետ մեկտեղ Ադրբեջանը առաջարկում է շատ վտանգավոր քայլեր, շատ վտանգավոր գործողություններ, երեք էլ Փաշինյանն ասաց ինչ-որ մի թղթի տակ ստորագրելու եմ, չեմ հասցրել ուղղակի այդ նախաբանը կարդացի, սահմանադրության փոփոխություն, Հայաստանի Հանրապետության Հրշակագրի փոփոխություն։ Այո, հատուցում վճարների հատուցում Ադրբեջանին, ճանապարհ մեղրիով, չգիտեմ, այսպեսի Մասնակիցները յետ վերադարձնել Ադրբեջանին, 300,000 ադրբեջանցիների ներգրավում, զենքերը վերադարձնել, պատերազմից հետո ինչքան զենք եկել է դա էլ հանձնել։ Մի խոսքով, պարոն Կարապետյան, մեր երկիրը ինչպես եք տեսնում, որ ասենք հանկարծ կապիտուլյացիայի ենթարկվի։ Մենք օտարության մեջ ենք ապրում։ Այսքան պայքարել ենք, այսքան գոռացել ենք, այսքան ասել ենք, պատրաստ ենք, ձեր կողքն ենք, ձեր մեջքին ենք եւ ապրիլ 24-ը կապիտուլյացիա ինչ ամսի են անելու։ 1915 թվականի ցեղասպանությունը այսօրին ցույցեր են գանում, բայց այդ ժամանակները գնա դու գնա այդ օրերին միավորված չէինք։ Նորից միասնականություն չունեինք, միավորվածություն չունեինք։ Բոլորը իրենց տեղին էին գրվում առանձին, բոլորին մեկ ջարդեց։ Ժողովուրդը ամեն ժողովուրդը միլիոնական ավելի առիթով օգտվավ գերմանացի խորհրդով, սա նրա խորհուրդներով մակրագործեցին մեզ այնտեղից։ Ինչն է պատճառը, որ մենք այսպես ենք լինում։ Այս բոլորի ցավը մեծ է եւ այս բոլորը ինչպես կարող ենք այս հարցումը շատ խոր հարցում է։ Եթե գիտես պատասխան տալ դու հարց տամ քեզ ինչ է նշանակում խաղաղություն։ Ինչպես կարող ես իշխել խաղաղություն, եթե չունես ուժ։ Օրինակ Միացյալ Նահանգներ այսօր ինչպես կարող է Ուկրաինային եւ Ռուսաստանին իշխի խաղաղություն, եթե չունենան այս ուժերը։ Այո։ Մի րոպե հասկացեք։ Բայց խաղաղություն է ուզում Թրամփը։ Այո։ Բայց ինչպես կարող է իշխել։ Երբ որ Զելենսկիի հետ էր խոսում, այստեղ ջղանացած ժողովուրդը քննադատում է ամերիկան ուժեղ է դրա համար է, ոչ, ամերիկան ուժեղ է, բայց միլիարդներ է տալիս, բայց Ռուսաստանին էլ մի կողմից է հավատացնում է, ահա ժամ ու կես խոսել են հեռախոսով այսքան, ես ռուսապաշտ չեմ, բայց եւ այնպես ես միակ ելքը տեսնում եմ Ռուսաստանի կողմից հայրենիքին։ Դա 300 տարիներ Պետրոս առաջինի ժամանակից սկսվեց, որ փրկվեցին թե չէ սելջուկ թուրքերը կուլ էին տվել Հայաստան այն ժամանակից։ Դե փաստը ցույց է տալիս, որ Ռուսաստանն էլ շահերի համար արեց, բայց չէ մեր սեվաչկի համար։ Չէ, փաստը ցույց է տալիս, որ այս ամեն ինչը, այս բոլոր կետերը, որ գրվում է ամեն օր եւ դրվում է իշխանությունների սեղանին, ուրեմն փաստը ցույց է տալիս, որ բարեկամ չեն դառնում։ Հարևանը բարեկամ չի դառնում, իրանք կոնկրետ։ Բայց իրենց ինչպես սկզբից ասեցի, մութ անկյուն կա, որ իրենք ուզում են ենթարկվել Թուրքիային եւ Ադրբեջանին, որպեսզի խաղաղություն լինի, գոնե մի 5 տարի էլ իրենց աթոռները պահեն։ Իսկ միգուցե չեն կարողանում երկիրը պահել։ Միգուցե վաճառում են երկիրը։ Միգուցե ժողովրդին էլ մեջը չեն կարողանում։ Նիկոլա չի լսում այս բաները։ Սովետական միության ժամանակահատվածում, երբ որ տարածքներ էին տալիս այսպես այնպես հարևան երկրներին, ասում էին ժողովրդին էլ հետները վերցրեք, որովհետև դժվար է պետությունը քաոսի մեջ չի կարողանում պահի։ Այդ թվում Արցախը եղավ, այդ բոլորից պատմությունները լավ գիտեք մոտավոր։ Ասենք միգուցե հիմա արդեն Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին հիվանդացել է եւ հնարավոր չի պահել։ Ասեմ վաճառում են այդ երկիրը մենք։ Այո։ Ես հարց եմ տալի, ես չեմ ասում։ Սովետական միությունը Նիկոլից ավելի լավ էր։ Նա Արցախի հանրապետություն ստեղծեց Ադրբեջանի մեջ։ Independent, I mean, ինքնորոշված հանրապետություն ստեղծեց Արցախի Ադրբեջանի մեջ, Արցախը։ Այս մարդը տվեց իրենց։ Ավելին ինչ կարող ենք սպասել։ Խաղաղությունը տալով չի լինում, խաղաղությունը զինվելով է լինում։ Մի խաղաղությունը եւ լինում է արժանապատիվ, սկսեք։ Այո, այս հարցերը չի ուզում ուսումնասիրենք, որովհետեւ իրեն թելադրված է, որ ոչ այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի։ Բայց շահը ինչ է,
Պարոն Կարապետյան, նորից վերադառնում ենք գլոբալ այս ամբողջ իրականությանը, որպեսզի մենք կարողանանք ավելի լիարժեք հասկանալ ինչ է տեղի ունենում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը անում է քայլեր, որոնք միայն եւ միայն դատապարտվում եւ հայհոյում են։ Բայց ուժ չի տեսնում։ Գիտեք, համախմբված բռունցք չի տեսնում։ Ես չեմ ասում ինչ-որ մեկը վնասի կամ ինչ-որ բռունցք է պետք տեսնել։ Լոս Անջելեսը պարակտված, Ֆրանսիան պարակտված, Գերմանիան պարակտված, Բրազիլիան պարակտված, Ռուսաստանում շատ տեղեր կան պարակտված։ Շուտով մի հետարքիր հաղորդում կունենամ Ռուսաստանի համայնքների հետ կապված, որ ինչպես են այդ հսկայական գեղեցիկ համայնք ուզում ներսից պարակտել։ Մարդկանց հետ եմ հիմա քննարկումների մեջ։ Ինչ են անում հայերը հայերի հանդեպ, չարություններ, վատություններ, լավ ինչքան կարելի է այս ամեն ինչը հանդուրժել, ինչքան կարելի է։ Հիմա էլ գնում են ընտրությունների, ախր ինչպես գնաս այս ստախոսների, այս անարդարների հետ ընտրության։ Նորից խաբեբայությամբ ենք զբաղված, նորից մենք մեզ խաբում ենք, ինչ ընտրություն։ Ես կառաջարկեմ ոչ ոք թող ընտրության չգնա, ոչ մեկ թող ոչ մեկի համար չքվեարկի, մեկ մարդ անգամ թող տնից դուրս չգա, ընդհանրապես ոչ մի քվեարկություն չգնա, չմասնակցեք քվեարկության։ Այս է կլինի իրականությունը։ Որովհետև բոլորն էլ խաբում են, ով գալիս է խաբում է։ Սա նրա մարդն է, նա նրա մարդն է։ Ինչ պետք է անեն։ Չընտրենք, ընտրության Ուրեմն հայրենիքը կորցնեն։ Չէ կորցնում հայրենիքը։ Ինչպես պահեն։ Սա բողոքի նշաններից մեկն է աշխարհին թող հայտնի լինի, որ ամբողջ ազգը ընտրության չի գնացել։ Իմ կարծիքով Հայաստանում, ինչպես 80-ական թվականի 90 թիվ մինչև միլիոն ժողովուրդ առանց զենքի պետք է հավաքվեն ամբողջ կառավարական շենքի 4 կողմը։ Տեսեք, մենք խոսում ենք ապստամբությունների մասին։ Նո ապստամբություն չէ, պահանջ է։ Ահա։ Ապստամբություն զենքերով եւ այլն չէ, պահանջ է, որ հրաժարվի, բայց ով է գալու իր տեղը։ Ներողություն, Նիկոլը զենքերով արեց հեղափոխություն։ Ժողովրդի ուժով արեց։ Բայց ժողովուրդը հավատաց եւ ես ասում եմ, որ այսօր ավելին է պետք։ Իսկ ինքնաբուխ չի կարող ժողովուրդը ինքը իր վիճակից ինքն իրան հավատա եւ ելնի փողոց։ Չի գալիս։ Որտեղ մտածում են, որ ահա իրենց կխփեն, ահա իրենց կտանեն, ահա իրենց կբանդարկեն, ահա իրենց որտեղ ժողովուրդը վախի մեջ է այդ ուղղությամբ։ Պարոն Կարապետյան, 2008 թվականի մարտի 1 տեսած ժողովուրդը վախում է այդ բաներից։ Ոչ, ինչ որ մի գիպնոսի մեջ է ժողովուրդը ինձ թվում։ Այսօր։ Այո, այսօր։ Այո, Նիկոլի այդ ստախոսություններն են։ Փաստորեն մեզ պետք է սփյուռքը ուժեղացնել, պարոն Կարապետյան։ Մեր քայլերը պետք է լինեն ուղղված սփյուռքի համար։ Ես նորից եմ կրկնում։ Լրիվ հավատացած եմ։ Մենք բոլորս այսօր Հայաստանի համար եւ Արցախի համար արել ենք մեծ քայլեր ձեր գլխավորությամբ եւ երի շատ բարերարների գլխավորությամբ, բայց բաց ենք թողել այստեղ իրականությունը։ Այստեղ այնքան հրաշալի երիտասարդներ կան, որոնք եւ ուսանելու, եւ աշխատանքի կարիք ունեն։ Եթե մենք ուժեղացնեինք այդ երիտասարդներին, տայինք հնարավորություն, նրանց մեզ պահեինք ու պահպանեինք հայկականը, այսօր մենք ուրիշ տիպի սփյուռք կունենայինք այստեղ։ Բայց ազգային գիտակցության զարգացում է դա։ Ազգային գիտակցության զարգացում։ 2004 թվականից սկսել եմ ազգային գիտակցության զարգացման հաղորդումներ։ Ազգային գիտակցությունը ես այդ է որ ջղայնացած եմ անցյալ ղեկավարների վրա մեկ կաթիլ ինձ չոքնեցին։ Հասկացա։ Իսկ մեզ հերվից միշտ թվացել է։ Եվ մինչև այսօր։ Իսկ մեզ այսօր հերվից քանդում են։ Մեզ հերվից միշտ թվացել է, որ դուք ինչ ուզում եք, դա էլ անում եք։ Ես կխնդրեմ ստորագրեք ձեր գիրքը, երբ որ նվիրում եք ինձ, ես շատ շնորհակալ կլինեմ, սա կպահեմ ու կպահպանեմ ինձ համար շատ կարևոր թանկ նվերներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե ինչ արեց այս գիրքը։ Ես այս գիրքը ուսումնասիրելով Գիտես ինչ, ինքը բացեց այս գիրքը եւ այստեղ այս նահատակները մեր 24 թվականի այդ մտավորականները ամբողջ որ նայեց, այսել են այնտեղ, այնելը այսպես շեշտեց, քանի ճանաչում էր, քանի օկիներին արդեն։ Ու շատ ճիշտ է գրված արեց ու այսպես փակեց։ Բայց ես իդ բացեմ քեզ։ Պարոն Կարապետյան, դուք հրաշալի անձնավորություն եք, դուք ազգային մեծ բարերար եք եւ ժամանակի մեջ դուք մի ամբողջ պատմություն եք կերտել, թույլ տվեք սեղմել ձեր ձեռքը, ձեզ ասել շնորհակալություն, որ չմերժեցիք իմ հրավերը եւ ձեզ առողջություն, ձեր գործը միշտ բարի եւ նպատակային։ Հանցանքը ինձ էլ է գալիս, որ Սփյուռքի այդ երիտասարդների հավաքվելու հնարավորություններ չեմ ստեղծում։ Այո։ Առողջականությունը, տարիքը, հասկանալի է, դե տարիքն է։ ամբողջը մեկը միսի դա էլ excuse է, պատճառաբանություն է նաև, բայց եւ այնպես իսկ մենք փակալում ենք, դեռևս ես ուզում եմ, որ խոսենք, հավաքենք, համախմբենք։ Ես կարծում եմ, ես էլ բարի գործ եմ։ Միան եւ միայն այս ստուդիոյում հաղորդաշար ստեղծենք։ Ստեղծենք Ես ստեղծեմ։ Այո։ Կամ ստեղծենք
որ կարողանանք հավաքել այդ երիտասարդներին։ Խոսքը կարևոր է, մարդիկ ընկալում են խոսքը, պարոն Կարապետյան։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ, եղեք ապահով եւ ամենակարևորը, ուր էլ կլինեք աշխարհում, հայ մնացեք։ Ցտեսություն։